Ապօրինի ծագման գույքի բռնագանձումից մինչև կոռուպցիոն սխեմաներ, քաղաքական հանցագործություններից մինչև աղմկահարույց գործեր։ Խորհրդարանում շարունակվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկումը։ Ելույթների ընթացքում քաղաքական մեծամասնության падգամավորները կանգ առան ընդդիմության մեղադրանքների վրա, որոնք վերաբերում էին կոռուպցիային, կոչերով դիմեցին ընդդիմադիր գործընկերներին։ Գնայք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ նման տեքստեր ասելուց առաջ կուտ կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետքա լինեին։ Վերջապես գնայք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի 1-ը, կտեսնեք Պողոս Պողոսյանին, կտեսնեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, պարոն Մինասյան, նման տեքստեր ասելուց առաջ։ Ու ընդհանրապես իրար աչքերի մեջ շուշուտ կնայեք ու իրար աչքերի մեջ կտեսնեք Արցախի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի տեղահանման։ Երբ որ այստեղ վկայակոչվում է ինչ-որ դղյակներ մանումենտում, ես ուզում եմ հարց տալ, իմ այդ դղյակն ումն է, պետությանն է էդի, ինչ եք խապել ժողովրդին։ Բայց եթե ինքը ապօրինի է, ինչի պետությանը չի։ Կամ եթե այն գույքերը, որոնք որ հայտարարել եք, որ ապօրինի են ժողովուրդ եւ վերադարձնում են ձեզ, վերադարձնում է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոր կոպեկ ստացել է։ Էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Ասենք ոնց որ գառներին պահտան գայլին, ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը պատասխանեց հարցերին, ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում պահանջվող գույքն ու դրամական միջոցները։ Պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Վարդապետյանը պատասխանեց նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը այն ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի վերաբերյալ քննվող գործի ընթացքի մասին հարցին։ Մի շարք վարույթներով, որոնք գտնվում էին դատարանում, արդեն ունենք վերջնական դատական ակտեր, որոնք վերաբերում են կեցավայրի վրա հարձակմանը, կեցավայրից կատարված կողոպուտներից եւ դրանց մասով էլ առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտեր ունենք։ Արարատ Միրզոյանի մահափորձի գործն անտեսված չէ, ոտնձգություն կատարած անձի բացահայտում կա, հայտնեց արդեն քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը իր տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո պատասխանելով падգամավորների հարցերին։ Հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարումը պլանավորումը անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Դուք այս բոլոր գործերով ինչ որ չափով առնչություն ունեցել եք սկսած ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի ղեկավար լինելուց, թե հոկտեմբերի 27-ով, թե ներկայիս հոկտեմբերի 27-ի անջատված մասով, թե նաև մարտի 1-ին ինչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ Նոյեմբերի 9-ին 10-ին ինչ գործողություն է եղել։ Սպանության փորձ միայն Արարատ Միրզոյանի խուլիգանություն, թե այնուամենայնիվ իշխանության զաբթման գործողություններ են տեղի ունեցել։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը քննվում է քննչական կոմիտեում, նախկինում քննվել է ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, Արարատ Միրզոյանի վերաբերյալ այդ սպանության հետ կապված վարույթը, որը որ այո, ձեր մատնանշած հոդվածներով էլ է նաև նախաձեռնված, պարոն Քոչարյան, ոչ միայն սպանություն, սպանության փորձ եւ այլն եւ այլն։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված դուք գիտեք, որ քրեական վարույթը ինքը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով դարձյալ մեծածավալ եւ հսկայական գործողություններ է կատարվում։ Մարտի 1-ի հետ կապված էլ քննչական կոմիտեն այն իր ուղղության մասով այս պահին էլ նույնիսկ գործողություններ են կատարում։ Առաջիկայում այս գործերով տեսանելի եւ շոշափելի արդյունքներ կունենանք։
2024 թվականին քննվել է ավելի քան 207,000 քրեական վարույթ, նախորդ տարվա 184,000-ի դիմաց, ներկայացրեց Պողոսյանը զեկույցի շրջանակներում։ Քրեական վարույթների թիվն աճել է 12,5%-ով։ Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձավ զինված ուժերում մահվան դեպքերին։ Նախորդ տարվա գրեթե հավասար դեպքերի պայմաններում 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է մահացած անձանց թիվը։ Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ամենօրյա շփումների մեջ է, հայտարարեց Պողոսյանը, պատասխանելով ընդդիմադիր падգամավորի դիտարկմանը, թե անհետ կորած զինծառայողների ծնողները բավարարված չեն քննչական մարմնի աշխատանքից։ Ցանկացած պահի ընդունում եմ ծնողներին, ժամերով միասին քննարկում ենք, ներկայ է գտնվում նաև կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, վարույթ իրականացնող մարմինը, տրամադրում ենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որոնք որ ըստ էության իրենք պահանջում են եւ օրենքով այդ տեղեկատվությունը մատչելի է կոնկրետ դատավարության մասնակցին, լսում ենք ծնողի դիտարկումները, միջնորդությունները, նույնիսկ բանավոր միջնորդություններն են քննարկում։ Ունենք նաև նույնականացված անձինք, որոնք ծնողների համաձայնությամբ հուղարկավորվել են, հայտարարեց ուժային կառույցի ղեկավարը։ Ընդդիմությունը երկակի վերաբերմունք է տեսնում քննչական կոմիտեի գործողություններում, հայտարարեց Աննա Գրիգորյանը, համեմատության մեջ դնելով Նոր-Նորքի թաղապետի եւ ավտոբուսում падգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ գործողությունները։ Ընդդիմության մեկ այլ падգամավոր հիշատակեց գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի ձերբակալության դեպքը։ Արթուր Պողոսյանը պարզաբանեց, թաղապետին մեղսագրված արարքը համարվում է ոչ մեծ ծանրության, այնինչ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել, մինչ այս միշտ ընտրվել են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon process-ը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլը, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Քաղաքացիական պայմանագրի քարտուղարը, երբ որ ես հիվանդանոցում ոստիկանների վնասվածքներով պարկած էի, Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույց էր տալիս, երբ որ նույնիսկ Պետրոս Ղազարյանը ասում է, բայց լավ, հստակ երևում էր, չէ, ինչ էին անում ոստիկանները, ասում է, դե թող դիմեն իրավապահ մարմիններին, եթե խնդիր կա։ Դիմել ենք։ Ու ինչ։ Դիմել եմ։ Ինչ եղավ, ինչ որ բան փոխվեց։ Իրանց իշխանության ժամանակ մարդկանց ոչ թե քաշում էին, քաշքշում էին, այլ կրակում էին, մարդկանց զուգարներում սպանում էին։ Ու այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հասկանում եք, չէ՞, ուր ենք հասել, ասել ենք այնտեղ, որ Ռոբերտ Քոչյանի տղան հալաջալի դիր բռնած այս ամբյանից ելույթ անեն։ Սեյրան Օհանյանը քննչական կոմիտեի ղեկավարից հետաքրքրվեց 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական գործերի քանի տոկոսն են վերաբերում բանակին եւ քանիսը ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Մենք սա պետք է դիտարկենք համակարգային, սկսած առանձին ուղղություններով, սկսած առանձին ըստ էության իրենց գործողություններով, նույնիսկ պատերազմի արդյունքի վրա իմ կարծիքով մենք ունենք նաև մեծ քրեական վարույթներ, որոնք որ հիմա դատարան ենք ուղարկել, օրինակ դավաճանության դեպքեր ունենք, առանձին վերցրած պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք։ Հիմա մենք պետք է գնահատենք վերջնաարդյունքում, թե որքանով է պետական դավաճանությունը տվյալ անձի կողմից կատարած արարքը ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով։ Ամեն ինչ բարթել բանակի վրա դա անընդունելի է, որովհետև բանակը նաև պատերազմի ժամանակ պետք է թիկունք ունենա, ինչպիսի adekvatությամբ են որոշումները ընդունվել։ Տեսեք, նույնիսկ խաղաղ պայմաններում մենք տեսնում ենք, որ երկրի ղեկավարությունը ինչպես է ինքն իրեն կորցնում։ Մենք բանակի վրա չենք բարթում ամեն ինչ, մենք ձեր վրա ենք բարթում, ինչում որ դուք մեղավոր եք։ Ուրեմն դուք հանդիսացել եք այն Պաշտպանության նախարարը, ով սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ մարտի 1-ից հետո ուղեղը մթագնած մի ղեկավարի հրամանով, ով Հայաստանում արտակարգ դրություն էր մտցրել, գրախոսում էր բոլոր թերթերը, հարյուրավորներին տարել եք եւ խմբային դատերի արդյունքում լցրել եք զնդանները, որպեսզի նրանք ազատ խոսքի իրավունք չունենային։ Դուք որպես Պաշտպանության նախարար եթերում սպառնում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դուք բանակի ողնաշարն եք կոտրում այդ օրերին։ Դուք չմասնակցեցիք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ որ վարչապետը 10 ժամ մոտավորապես եկավ եւ պատասխանեց հարցերին, որովհետեւ դուք վստահ չեք եղել ձեր վրա, որ այդ հարցերը, որ դուք տաք, արդյոք այդ պատասխանները, որ հնչելու են,
Դուք այդ պատասխաններին ունենալու եք հակափաստարկ, թե չեք ունենալու։ Դուք ոչ թե սպառնալիք էիք հնչեցնում, այլ սպառնալիքը կյանքի էիք կոչում։ Իշխանության քննադատություններին արձագանքեց Արծվիկ Մինասյանը։ Իրան ժամանակ կերտվել է հպարտ, ուժեղ Հայաստան, որը միջազգային ասպարեզում խոսք ուներ։ Իսկ հիմա ինչ եք թողել։ Այո, մենք խլել ենք Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը ոմանց։ Թույլ չենք տալու դա։ Քննչական կոմիտեի ղեկավարը եզրափակիչ ելույթում արձագանքեց բոլոր պատգամավորների հարցերին, կրկնելով իր պնդումները։ Նրա զեկույցն ազգային ժողովն ընդունեց ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։